Պարոն Փաշինյան, ուրեմն նայեք, ես զին հաշվանդամ եմ, ուրախ եմ, դուք մեր նախագահն եք, վարչապետն եք, արեցիք, պարոն Ասեք, խնդիրը նայա, ասենք եսևադրությամբ իմ պայմանները շատ վատ է, ծանր է, ես 53,000 թոշակ եմ ստանում։ Կավելանա, ավելի մեծ։ 10,000 ավելացավ։ Բայց անկախիկով առևտուր անեք 10,000-ը տեղ կավելանա։ Հա, ավելացավ։ Բայց մի րոպե, Տիկին Ավանեսյան։ Առողջության ապահովագրության շահառուչ է։ Ես խնդիր չունեմ, այդ ունեմ անվճար անում եմ։ Բայց հետո անելուց հետո ինձ դեղորայք է նշանակում։ Վճարով է։ Ես դա չեմ կարող առնեմ։ Որը անեմ։ Ցավը տանեմ, դուք մեր վարչապետն եք, ինչ նախնդիրը։ Այսօր ես չեմ կարող պայմաններս բարելավեմ, չեմ կարող։ Եղբայր, ինչ եք ակնկալ։ Ասեմ իմացեք, 80-ը թավ եմ ունեցել։ Կենթանիներից բաներ, Ինչ կենթանի։ ամեն ինչ, ինչ ուզես։ Թավ եմ ունեցել 80-ը, որ դալմա յալկի ողամ ասում։ Խազ, բաց, մի 150 մենք գնացել ենք դիմել Եկան գազանշները մի օրվա մեջ գիշերվա մեջ հոշոտեցին, ես դիմեցի քաղաքապետարան, ասի աջակցեք ինձ գոնե փոխհատուցում, ոչ մի բան չարեցին։ Եղբայր, հիմա ընտրական շրջան է, եւ օրենքը լսեք, օրենքը արգելում է որևէ նյութական խոստում տալ, չեմ կարա, որևէ նյութական բան չասի։ Աստված բոլորիս հետ ինչ ասեմ։ Ես նվիրեմ ձեզ, մի հատ սենց կպցնեմ իմ ձեռով, բայց մի բան ասեմ, էլի մեր մեջ, ասենք մենք պահում ենք հավ, գար եւ այլն, իրա պահելու պատասխանատուն մենք ենք, հասկանում եք։ Ասենք շները եկել են հոշոտել։ Եղբայր ջան, հա, շատ լավ։ Դրանով ենք մենք ապրում։ Հա, բան չունեմ ասել, բայց ասենք երեխեն չի կարում այդ վայրիշներին էտա։ Հա, այն վայրիշների պրոբլեմը այդ պրոբլեմը, այդ ընդունում։ Մենք մեր նախընտրական ծրագրի մեջ դրան հատուկ անդրադարձանք։ Չէ, տեսեք, հիմա գիտեք ինչն է ամբողջ պրոբլեմն է նա, որ միջազգային ստանդարտով եւ նաեւ Հայաստանում էլ շատ կազմակերպություններ կան, ես հասկանում եմ իրանց, ընդունված չի շներին կրակելով սպանել։